Վթարի պայն սառած է, չէ եղել։ Ես նոր չկեցի, 5 րոպե առել։ Հա, բայց վթարի է եղել, մի ժամ ու կես հետո նոր։ Տղեր, էսի որ կիլոմետրներ ասիք, դեպի Գյումրի 52 կմ։ Ստե քանի տրանսպորտային միջոց է։ 6 Շամշանը եկավ կորը։ Ստաբոգնություն չեք կանչում։ Շամշանը եկավ նոր շամշան։ Ասա աղը եփ են բերել լցե։ Դե ստոր աղը բերեցին լեցին։ Շամշանը իմացան շամշանն է գալու նոր աղը բերել լեցին։ Օպար դու արի վերը։ Հա, մեկ է կողմ։ Հա։ Վեդի ավտոբան։ Հասկաց։ Մորախուղա լրնայ սպիտակ ավտոն դաժե։ Ես բերնատանն էլ, հա? Հա։ Հունվարի 27-ն է, Արագածոտի մարզում մի քանի տրանսպորտային միջոց բախվել են իրար, կան վիրավորներ, այս պահին ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի վաշտերից մեկի պարեկը օգտագործում է իր ծառայական ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփում անհրաժեշտ պարագաներ եւ օգնություն է ցուցաբերում վիրավորին։ Մի վարքյան կներես ընկեր, մի վարքյան հետ։ Շտաբօգնություն են արդեն ահա զանգել։ Թալինի հիվանդանոցից ինձ թվում է պետք է գան էլի։ Թալինը այսօր այնքան լարված աշխատեց։ Вот эти бжишки гали, бжишка. Իդե վթարի պայն ճանապարհ ամբողջությամբ եղել է Մերկասառուց եւ միայն վթարից ինչքան ժամանակ հետո եկան ժողովուրդ ժամուկես հետո նոր եկան սկսեցին աղոավատ բայց վթարի պայն ամբողջը Մերկասառուց Այս աղոավազի խառնուրդը որ լցված է չխափնվեք ժողովուրդ վթարից մի ժամ ու կես հետո նոր եկել սկսել են լցել իմ տեղեկությունով այս տարածքը սպասարկում է Թալինի ճանշին է Դոլ այսօր ինչքան տեղ են կեթալու իրար հետ։ Հեսա գալիս է շտաբօգնություն գալիս աղբեր այնքան լարված է Թալինը 12 հոգին դեղից տարան հիվանդանոց այն ներքևից մեկը ծանր է ներքևը դել հեսա ինչ տեսնել եք նայել ինչ է կատարվում
Տոշտաբոգություններ ենքան լարված են այսօր աշխատում ես ստեղից տեղ չի եծում։ Վերևն էլ է, չէ Սահակյան, վերևն էլ է, վթարն է։ Լուսերը բարի։ Մոտակա բարի։ Լրիվ դանդաղ իջին եկել։ Նավսակի լուսերդ վարի նավսակի։ Ահեսա Սահակյան, ստեղ էլա տենում ես։ Հիմի իստեղ որոնք են։ Այս բեռնատարը բանը կապ ունի։ Կապ չունի, չէ, հա։ Հա։ Ժողովուրդ ջան, մի վարքան խնդրում եմ։ Հեսա ուղեկցում է։ Դանդաղ է գալու, դանդաղ հոտելից են գալիս են, դանդաղ գալիս է գանցնեք, դանդաղ է գալիս, դանդաղ։ Բարետների ես, մեր պան։ Ես կուզեմ եվա խալտականցի տանին իմ արդի։ Են էլա մասնակից։ Հետո այս նահատում բրսունքները դա խորի է։ Են էլա, չէ։ Այս Ֆորդն էլա։ Ախպերս մեր դուզը հանգել իշտ ախոպություն ասեն ինքը լավ։
Քոնը ո՞րն է։ Էս էլ է մահագական մասը։ Ապա չեմ ասում բանական, այսի որ վտանա, որ ասեմ Դեն, վայ, դեն այախ բեր, վայ։ Իա։ Հունվարի 27-ն է, Արագածոտի մարզ, Գյումրի Երևան ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում բախվել են Opel, Suzuki, 2 Ford Transit եւ եւս 1 տրանսպորտային միջոց կան վիրավորներ, ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց, մենք մեզ ասել են, որ ճանապարհը սպասարկում է Թալինի ճանշինը, սակայն արդեն պարզել ենք, որ այս հատվածը ոչ թե Թալինի ճանշինն է սպասարկում, այլ կապավոր ՍՊԸ կամ ՓԲԸ, այնպես որ կապավոր ՓԲ-ի աշխատակիցներ, բարի եղեք, ժամանակին մշակեք ճանապարհը աղու ավազի խառնուրդով։ Սահակյան, պարզվում է, էսի կապավորն է, ոչ թե Թալինը։ Կապավորն է էսի։ Էսի կապավորի տարածքն է, իսկ մեզի խաբում են թյուրիմացության մեջ են գցում, թե Թալինի ճանշինն է։ Կապավորն է, կապավորը պետք է այս աշխատանքները կատարել։ Ու կապավորը աղու ավազ լցել է վթարից ժամուկես հետո։ Այս պայն տեղում արդեն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը եւ հիմա ավտոմեքենայի մեջ տատինա սպասում պարեկները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել տատիին հիմա սպասում են շտաբ օգնությունը մոտենա որ տեղափոխեն հիվանդանոց շտաբ օգնության ուշացման պատճառը նրանում է որ Թալինի շտաբ օգնության բժիշկները միայն այս ճանապարհահատվածի մի քանի կմ գոտում 10-ից ավելի վիրավորներ են օգնություն ցուցաբերել մի քանիսին տեղափոխել Երևան, Թալին, աշտարակ բժշկական կենտրոններ։ Այնպես որ ճշտվավ ժողովուրդ ջան, սա ոչ թե Թալինի ճանշինն է, այլ կապավորը։ Սա էլ Suzuki-ն է։ Իսկ մեզ ասում են Թալինի ճանշինն է։ Այս որ տեսնում եք աղու ավազի խառնուրդը լցած, սա վթարից 1.5 ժամ հետո նոր բարեհաճել է կապավոր ՍՊԸ կամ ՓԲ-ն։ Այս այստեղ նաև Ford Transit-ն է։ Վենա։ Շտաբ օգնությունը եկավ։ Թալինի շտաբ օգնությունը արդեն մոտեցավ վթարի վայր, որպեսզի հավանաբար վիրավորին կտեղափոխեն հիվանդանոց։ Այսօր բավականին լարված են աշխատել Թալինի հիվանդանոցի բժիշկները մի քանի վթարի կանչի վայրերում են եղել։ Այս համա, Մեծ փռած։
Մի քիչ ապա չի բարձրանա մի փոքր։ Չէ, վերեն։ Ես նստանցնենք։ Հե, դու պայք, էլի պատվերակը բարձր պայք, էլի, հա, այդ է պայք։ Դաշտայ, օքեյ։ Հələ հանգիստ նստի, մի վախեցի։ Հանգիստ նստի։ Ահա։ Հիմա պարտել ես, գիտես, չէ։ Եղեք, արեք մեր օգտի ոտել օգնեք, էլի։ Հարազատ ջան, արի էլի։ Դաշտայ, սայլ է։ Ես քեզ պայել եմ։ Որյալը ոտը։ Ոտը, ընկեր, մի ոտից զգուշերի ու հանգ։ Թող բժիշկը ոտը բանանի, թողեք բժիշկին։ Մասակ թողեք բժիշկին։ Դատ մոտեցեք էլի։ Դատ ոտը օգնեք բարձրացնեք, բայց այդ ոտից շատ զգուշեք լինելու։ Աչ ոտ։ Շատ հանգ, թեքվի մոքշա, թեքվի մի փոքր թեքվի։ Երկու ոտը միակ։ Այնա օգնություն են։ Թալինը այսօր բավականին լարված աշխատեց։ Հա, այսօր շատ։ Երկու ոտը էլի բարձրացնեք։ Համջան, ոտը ցույց է։ Արեք մեր այդ ոտը ցույց է, մոքջան մի վախեցի, չես ընկել, մի վախեցի։ Վերենք հետ։ Թալին եք չէ տեղափոխում։ Թալին։ Չէ, վերցնի։ Դարձա չի ընկեցեն։ Всё։ Դուրը բաց, դուրը։ Ախր եկող տալի, մի փոքր հետ։ Ոչինչ, ալի մի փոքր հետ այդ։ Всё։ Հեսա մի հատ է շտաբօգնություն եկավ։ Այսօր հունվարի 27-ին բավականին լարված եւ արդյունավետ են աշխատել Թալին բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկները, հիվանդանոցի բժիշկները, ովքեր 10-ից ավելի վիրավորներ են նախ տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել մի մասին Թալինի, մի մասին Աշտարակի, մի մասին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։ Այս պահին էլ Թալինի շտաբօգնության բժիշկները եւս 2 հոգու բուժօգնություն ցուցաբերեցին, հիմա տեղափոխվում են Թալինի հիվանդանոց։ Բավականին լարված ու արդյունավետ է Թալինի բժշկական կենտրոնը այսօր աշխատել։ Ինձ նաև տեղեկացրեցին, սակայն ես չեմ տեսել, քաղաքացիներ կան, նշում են, որ վիրավորներից 2 հոգու օգնություն է ցուցաբերել նաև Թալինի քաղաքապետը, անունը ոնց է չեմ էլ իմանում այդ անհավատի, բայց մարդը այսօր ահա որ բարի գործ արել, 2 քաղաքացու օգնություն է ցուցաբերել եւ տեղափոխել է հիվանդանոց։ Ես չեմ տեսել այդպես են քաղաքացիները նշում։ Տավրոս Սափեյան այսօր բավականին հասեցին ինքն էլ 2 հոգու օգնություն ցուցաբերել։ Աստվածահաճո քայլ է կատարել։
Երկուսին էլ Թալին եք, չէ՞ տանում հիվանդանոց, հա։ Երկու վիրավորներին տեղափոխում են Թալին։ Բժշկական կենտրոն։ Առողջություն ժողովուրդ ջան, ձեզ առողջություն։